Սիրիայում Իսրայելը լուրջ խնդիր ունի Թուրքիայի հետ։ Պրոքսի կառավարություն է ձևավորել Թուրքիան Սիրիայում, որը որ Իսրայելի համար սպառնալիք է։ Այսօր դեռ չէ, որտեվ թույլ է, բայց ինքը հիմքեր ունի կոնսոլիդացնելու Սիրիայի բնակչությունը իսլամիստական սկզբունքների հիմքով։ Ընդ որում, այս դեպքում արդեն այդ կոնսոլիդացիային չի խոչընդոտելու էթնիկ բաղադրիչ։ Ուրեմն Ասադին դա խոչընդոտում էր, որտեվ Ասադը ալևի էր, ալևիները ընդամենը փոքրամասնություն 15%-ից փոքրամասնություն են Սիրիայում։ Բայց սունիները, որոնք բացարձակ մեծամասնություն են, պատրաստ են այդ կոնսոլիդացիայի համար։ Եվ կոնսոլիդացված Թուրքիայի կողմից զինվող եւ Թուրքիայի հետախուզական ծառայություններից օգտվող Սիրիան շատ ավելի վտանգավոր է ուրեմն Իսրայելի համար, քան թույլ անկայուն Ասադի ռեժիմը, որին ինչքան էլ որ Իրանը աջակցեր, մեկ է, այդ վտանգը Իսրայելի համար չէր ներկայացնում։ Հիմա Իսրայելին պետք է Թուրքիային չեզոքացնել։ Ինքը երկու ճանապարհ ունի։ Առաջինը էլի Միացյալ Նահանգների միջոցով։ Հիմա ուրիշ խոսակցություն էլ կա, ես դա էլ ասեմ, տարբեր տեղեր հանդիպել եմ դա, որ Իսրայելը փորձում է համոզել Տրամպին եւ կարծես թե նույնիսկ իբր Տրամպի վարչակարգից այդպիսի ուղերձներ է գնացել դեպի Թուրքիա, որ մենք պատրաստ ենք քրդերին զոհաբերել, ձեռքաշել քրդերից, չպաշտպանել, եթե դուք պարտավորվեք վերականգնել ձեր հարաբերությունները Իսրայելի հետ, այսինքն Թուրքիայի Իսրայելի ժամանակին մեղրամիս կար են, հիշում եք, այդ մեղրամիսը վերականգնեք, քրդերին կտանք ձեզ։ Շատ նորմալ է Տրամպի մերկանցիլ իսկականության տեսակետից նման գործարքի գնալ, եթե իր խնդիրը Նետանյահուին պահելն է, փրկելն է, իսկ Նետանյահուն իր գլխավոր դաշնակիցներից մեկն է։ Եվ ընդհանրապես մեծ հաշվով Իսրայելը իհարկե դաշնակից է Միացյալ Նահանգների երկար տարիներ եղել եւ ես միշտ կրկնում եմ Ջեֆրի Սաքսի այդ խոսքերը, որ նա պատահական մարդ չէ, ինքը նաեւ իր տեսակետները կիսում է establishment-ը եւ նաեւ ինքը արտահայտում է establishment-ի գոնե մի զգալի մասի տեսակետները, երբ որ ինքը ասում էր, որ վերջի 30 տարիները ուրեմն Միացյալ Նահանգները ուղղակի մերձավոր արևելքում ուղղակի սպասարկել է Իսրայելի շահերը, ոչ թե սեփական շահեր, այլ Իսրայելի շահեր։ Հիմա եթե այդ սկզբունքով նայենք, այո, կարող է Տրամպը շատերին զոհաբերել հանուն Իսրայելի։ Այդ թվում քրդերին, միայն թե թուրքերին համոզի, որ Իսրայելի համար վտանգ մի ներկայացեք եւ այլն։ Երկրորդ ճանապարհը Ադրբեջանի միջոցով։ Ադրբեջանը Թուրքիայի հետ սերտ կապեր ունի, որոշակի ազդեցություն ունի Թուրքիայի վրա, պարզ է, այնքան չէ, որ Թուրքիան իր շահերի դեմ գնա հանուն ինչ որ ադրբեջանական եւ ադրբեջանա-իսրայելական ինչ որ բաների, հա, սիրախաղերի, բայց կա այդ որպես գործոն օգտագործելու հնարավորություն Ադրբեջանին, Ալիևին եւ ինչքան մերձենա Իսրայելը Ալիևի հետ, ինչքան Ամերիկայի միջոցով կարողանա Ադրբեջանի անվտանգությունը ապահովել, այնքան նաեւ Թուրքիայի աչքերում այսպես կարող է այդ հնարավորությունը Իսրայելի հետ հարաբերություններ վերականգնման ավելի ցանկալի տեսանելի լինի, գոնե Իսրայելի կարծիքով ես կարծում եմ, հա, դա էլ իմ տեսակետն է։ Չնայած ես կարծում եմ, որ այդքան էլ հիմնավոր չի այդ կարծիքը, որ Իսրայելում ձևավորվել է, որովհետև Թուրքիայում ամեն դեպքում Էրդողանը իսլամիզմի վրա է իր քաղաքականությունը ձևավորում, վարում, ընտրություններում հաղթում, եթե միջև մահացել է, խաղացել է միշտ այդ կրոնական զգացմունքների վրա։ Եվ ինքը այդքան հեշտ հանձնի Գազան, իսլամ տուժող հատվածը, հա, մամեդականների, հա, Գազայում չեմ պատկերացնում իր համար ներքաղաքական ինչ հետևանքներ դա կունենա։ Ինքը այն ռազմականացված արևմտամետ իշխանությունը չի ներկայացնում, որ ժամանակին Թուրքիայում եղել է եւ խնդիր չի ունեցել։ Ոչ պաղեստինցիներին աջակցելու առանձնապես, հա, ոչ արաբական աշխարհի հետ ինչ որ հատուկ հարաբերություններ ունենալու։ Կարևորը եղել է արևմուտքի հետ հարաբերությունները, բնականաբար նաեւ Իսրայելի նշանակում է, դրա համար էլ այդպիսի սերտ հարաբերություններ են կարողացել ունենալ։ Հիմա քանի որ ուրիշ պարադիգմա է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Էրդողան չի կարող դրան գնալ, այնպես կտրուկ փոփոխության չի կարող գնալ։ Ուզի ինքը փորձելու է նաև իսլամական աշխարհի շահերից ելնելով եւ այլն Իսրայելի վրա ճնշում գործադրել եւ այդ հարաբերությունները դեռ մնալու են լարված։ Ստեղ է որ Հայաստանը ունի խաղալու տեղ, հա, որտեվ Թուրքիայի հետ հարաբերությունները մեր համար խիստ կարեւոր են, թուրքական վտանգի, եթե ոչ սպառնալիքի նվազեցումը շատ կարեւոր է մեր համար, եւ այդ նվազեցումը, եթե մինչեւ հիմա մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների ազդեցությամբ, ՆԱՏՕ-ի ազդեցությամբ, հիմա, քանի որ Միացյալ Նահանգները
իր այդ քաղաքականությունը փոխում է եւ ՆԱՏՕ-ն նշանակում է թուլանալու այդ իմաստով նոր անվտանգային ուրեմն այդ կառուցվածքը, չգիտեմ ինչ կլինի ճարտարապետությունը ինչ որ լինելու է եվրոպական մեր համար կարևոր է որ Թուրքիան այդտեղ լինի ուրիշ հարց է որ Թուրքիան այդտեղ լինելու է ինչ գնով, ինչ պայմաններով։ Եթե Թուրքիան իրան էլի թանկ ծախելու է եվրոպացիների վրա եւ այդ փաթեթի մեջ թանկ ծախելու հանկարծ մտցնի նաեւ հարավային Կովկասը, դա մեր համար այդքան ցանկալի է։ Հարավային Կովկասը, բայց ինչ տեսակետից, հա, ինչ է ուզելու եվրոպացիներից հարավային Կովկասի համար։ Միջանցք չեմ կարծում որ դա հիմնական բանն է լինելու, մանավանդ եվրոպացիները դրան չեն համաձայնվի։ Հեգեմոնիա հարավային Կովկասում, այդ դա վտանգավոր է, որ ինքը կոպիտ ասած իրեն նշանակեն նայող, ոչ թե Ֆրանսիան էստեղ դերակատարություն ունենա, ոչ թե Գերմանիան անմիջականորեն, ոչ թե Մեծ Բրիտանիան, այլ հենց ինքը հարավային Կովկասում հարցեր լուծի, ինքը կարող ասի, հա, խաղաղություն եք ուզում այնտեղ լինի, ես երաշխավորում եմ, միշտ խաղաղություն կլինի, բայց այդ խաղաղությունը կլինի իր ազդեցության ներքո, որը մեր համար իհարկե ցանկալի չի։ Այստեղ է որ մենք եվրոպացիների հետ իհարկե պետք է աշխատենք որ դա հանկարծ տեղի չունենա որ Թուրքիան իրեն ինչքան էլ թանկ ուզում է վաճառել եվրոպացիներին բայց Թուրքիան ինքն էլ իհարկե շահագրգռված է այդտեղ մտնելու որտեղ Միացյալ Նահանգների հետ ունի հակասություններ հիմա հատկապես Գազայի հարցում եւ ընդհանրապես մահմեդականների եւ այլն եւ Իսրայելի հարցում բայց նաեւ Ռուսաստանը այնպես չի որ Ռուսաստանը իր համար այսպես դաշնակից է, հա, մենք միշտ ընդունված է նաև միջազգային եզրաբանության մեջ ասել, որ թուրքերն ու ռուսները այսպես մրցակից դաշնակիցներ են կամ Թշնամի դաշնակիցներ են, այսինքն համեն են, երբ ոնց հարմար լինում է, բայց հենց որ Թուրքիան թուլանա, ինքը միշտ գիտի, որ Ռուսաստանից հարվածը կարող է լինել իր հանդեպ եւ պատահական չի ինքը Ուկրաինայի հարցում, այսպես կոշտ պրոուկրաինական դիրքորոշում է հիմա որտեղել Չինաստանի հետ միասին իդեպ։ Նու Չինաստանը այդքան կոշտ պրոուկրաինական չի, բայց գոնե այդ հարցում աջակցում է, ասում է, ուրեմն Ուկրաինան եւ Եվրոմիությունը պետք է լինեն բանակցությունների մաս։ Ուզում եմ ասեմ, որ մենք պետք է այս ճարտարապետության ձևավորման մեջ փորձենք գոնե մեր մասով հարավային Կովկասի մասով ինչ որ դերակատարություն ունենալ իսկ դրա համար իհարկե պետք է որ Հայաստանը ավելի իր պրոեվրոպական նկարտումները մղումները արտահայտիչ լինեն որ առաջ ընդունվի այս օրենքը իհարկե երկրորդ ընթերցման արդեն եւ որը ոչ պակաս կարեւոր է դրանից հետո արդեն մենք մտածենք Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մասին եթե ոչ Եվրամիության անդամության հայտ, ապա առնվազն ասոցիացիան համաձայնագրի եւ DCFT բանակցությունները սկսենք այդ միանալու այդ համաձայնագրերին, համապատասխանաբար դուրս գանք հապկից եւ այդ ուղղությամբ արդեն դիսկավորենք մեզ եվրոպական այդ նոր անվտանգային ճարտարապետության մասը որպես հանքերը նույն ձևի ոնց որ Ուկրաինան առաջարկեց Միացյալ Նահանգներին ու կրակն ընկավ, ճիշտ ասած այդ առաջարկի ինքով այդ իր Զելենսկու առաջարկն է եղել դեռ աշնանը Թրամփի ընտրվելուց հետո ինքը այդ գաղափարը տվել է չգիտեմ ինչ շահեց ինչ դուժեց դրա արդյունքում բայց դա էլ գիտեք վտանգավոր է մի բան առաջարկում ես քեզանից տասնապատիկ հզոր տերությանը առանց իմանալու առանց մտածելու թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ ոնց կընկալի այդ առաջարկը նա կարող է ավելի մեծախորժակներ հրահրես եւ հետո տակից դուրս չկարողանաս գաս հազար մի հարց է առաջանում դա եթե ոչ այդքան adekvat գոնե քո արժեհամակարգի տեսակետից ոչ այդքան adekvat կարող է մերկանտիլ բիզնեսի տեսակետից շատ էլ adekvat է գործում Թրամփը բայց մեծ քաղաքականության տեսակետից Միացյալ Նահանգների շահերի տեսակետից իմ կարծիքով նա adekvat չէ նույն փղի պատմությունն է աղճապակու այդ խանութը բայց մենք մի անգամ այդպիսի բան ունեցել ենք, ճիշտ է, շատ կոպիտ համեմատություն կարող է լինի, երբ որ Քոչարյանը 2001 թվականին, 2001-ին գույք պարտքի դիմաց առաջարկեց Ռուսաստանին, արդյունքում գույքը տվեցինք, պարտքը ինչ որ չնչին պարտք մարվեց, բայց ոչ մի ներդրում չարվեց եւ գույքը սպանվեց։ Գույքն է սպանվեց, այո, մեր տնտեսության որպես մի կարևոր մաս։ Նու պարզ է, Միացյալ Նահանգները չեմ կարծում սպանի որևէ հանք, հակառակը եթե հանքը վերցնի միջև վերջ կօգտագործի, բայց այդտեղ էլ միջև վերջ օգտագործելու հարցը, հա, ինչ էկոլոգիական ստանդարտների հարց է առաջ գալիս։ Ամուլսարի դեպքում գոնե շատ է քիչ։ Վրա մենք ավելի երկար կանգնենք, հա։ Փորձենք, հա, հիմա Ամուլսարի պահով մենք ունենք շատ ավելի դրական ինչ որ
հաշվարկներ, քանց գործող մնացած հանքերն են։ Զուտ էկոլոգիական տեսակետից, հա, նույնիսկ բնապահպանները եթե որ խոսում ես, ընդունում են, որ այն մնացած հանքերը ընդհանրապես ահավոր բան է տեղ ունենում, հա, նույն պղձամոլիբդենային, թեղուտի հանքավայր եւ այլն, հա։ Բայց նույնիսկ այստեղ կան հարցեր, հա, շմագի եզրակացություն կա, ես շատ խորացած չեմ, բայց այնպես չի, որ sense իդեալական մի հատ հանք է լինելու։ Ուրիշ բան է, որ այդ հանքը ափալ-թափալ այսպես, հա, հապճեպ, հապշտապ հայերեն բառ օգտագործենք, ուրեմն տվեցին փողը այդ 150 միլիոնը, հա, հատկացրեցին կառավարությունը, այն մի բան, որ առաջ նույնիսկ վարկային ինչ որ բաներ էր լինում, այսպես ձգձգվում էր, բայց հիմա շտապ արեցին, որպեսզի Միացյալ Նահանգները, իսկ հիմա այնտեղ փայատերերը նաև Միացյալ Նահանգներից են, գոհ լինեն, որ այդ հանքը նաև ներդրումների տեսակետից այսպես դաշտ բացվի այլ տեղերում ներդրումներ ապահովելու, բայց ընդհանուր առմամբ այն որ այս բանձամոլիբդենային հանքի սեփականատերը Տրոցենկոն վաղուց ուզում էր վաճառել հանքը զուտ սանկցիաների տակ ընկած լինելու պատճառով, ինքը որպես օլիգարխ ամերիկյան սանկցիաների տակ է եւ եվրոպական եւ նաեւ հանքին էր դա վնասում, ինքը ուզում էր դա վաճառել առաջ իրեն ոնց որ խոսակցություն կա, որ թույլ չեն տրվել։ Մոսկվայից իրեն թույլ չեն տվել դա։ Հիմա արդյոք հիմա երբ որ Ամերիկա-ռուսական հարաբերությունները բարելավում են, արդյոք դա թույլ կտան իրեն թե չէ, ես էլի խիստ կասկածում եմ, որովհետև այնպես չի որ Տրամպն է դեպի Ռուսաստան քայլեր անում, բայց այնպես չի որ մենք տեսնենք Ռուսաստան դեպի Միացյալ Նահանգներ քայլեր անի եւ հանուն ինչի պետք է անի, երբ որ պարզ չի 3 տարի, 4 տարի հետո Տրամպի փոխարենով ելնելու։ Դե Ռուսաստանն ասում է այս պահից պետք է օգտվեմ ես, ընդհանրապես դա։ Այլ ոչ թե ինչ որ բաներ զիջել։ Ավելին ասեմ, այսօր ռուս ազգայնականները այդ թվում տարբեր տելեգրամ ալիքներ խիստ քննադատում են Պուտինին Տրամպի հանդեպ տես բարյացակամ տրամադրված լինելու պատճառով։ Ուզում եմ ասեմ, որ նման պարագայում այդ անորոշությունների դաշտը այնքան մեծ է, որ այդպես միանշանակ փաթեթային ինչ որ բաներ առաջարկել Միացյալ Նահանգներին եւ դրանով հրահրել որոշակի մրցակցություն, որ ինքը ասի լավ, հա, դու ես առաջարկում, հենց տնակ Ադրբեջանը ինչ առաջարկում, հա։ Ոստեղ իհարկե շատ լուրջ հաշվարկներ է պետք անել եւ այդ ականապատված դաշտը վտանգավոր է մտնել, բայց ձեր հարցի մյուս մասին պատասխանելով Ադրբեջանի համար էլ այնքան էլ չի որ ինքը նույն այդ ականապատ դաշտը չի մտնում ուզի թե չուզի եւ այդ ականապատ դաշտը ես միայն այդ հանքերի պահ նկատի չունեմ, ես նկատի ունեմ նաեւ Իսրայելի հետ մերձեցում հարաբերությունները, ինչքան էլ որ թվում է Իրանը հիմա թուլանում է եւ այլն ճնշումների տակ է, բայց Իրանը մնում է Իրան։ Եվ հողի վրա զորքերի տեսակետից, բանակի տեսակետից այսօր Իսրայելը չի կարող հասնել Ադրբեջանին, բայց Իրանը մի քայլ է որ մտնի Ադրբեջան, եթե դրա կարիքը հանգարց առաջանա։ Եվ Ալիև այդտեղ է ականապատ դաշտ մտնում։ Եվ եթե Միացյալ Նահանգները ասում է մենք չենք պատրաստվում մեր զինվորներին ստենդը ուղարկել, ասում են մենք չենք պատրաստվում փողեր ծախսել ինչ որ պատերազմների վրա եւ դրանով է արդարացնում Ուկրաինայից ձեռք քաշելը, հետո ոնց պետք է հիմնավորի, եթե ինքը սկսի տասնյակ միլիարդավոր դոլարներ ստիպված ծախսել, հիմա էլ նոր Իրանի դեմ նոր պատերազմի պատճառով այդ թվում եթե այդ պատերազմը առաջանա օրինակ Իրանի Ադրբեջան մուտք գործելու հետևանքով, օրինակ, հա։ Այնպես որ այնտեղ էլ շատ լուրջ վտանգներ եւ ռիսկեր կա Ադրբեջանի համար եւ այստեղ է որ խաղի դաշտը բոլորի համար բացվել է, ընդհանրապես ցանկացած ճգնաժամ, իսկ այսօր միջազգային հարաբերություն ճգնաժամ է, բերում է լայն հնարավորությունների եւ լայն սպառնալիքների դաշտ։ Եվ քեզանից է կախված դու կընկնես այդ սպառնալիքների տակ, թե կկարողանաս օգտվել այդ հնարավորություններից։ Մնում է հույս ունենալ, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը կկարողանա ճիշտ կողմնորոշվել այս իրավիճակը։ Տեսնենք։